Հիդրոթերապևտաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՕԱԿ-ից տեղեկացնում են եղանակի կանխատեսման մասին հոկտեմբերի 13-ից 18 ընկած ժամանակահատվածում։ Երևանում հոկտեմբերի 13-ից ցերեկը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ, հոկտեմբերի 14-ից 18-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Մարզերում հոկտեմբերի 13-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում է անձրև, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ։ Հոկտեմբերի 14-ից 18-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ, քամին հյուսիսարևմտյան 2-ից 5 մետր/վայրկյան արագությամբ։ Հոկտեմբերի 13-ին առանձին շրջաներում սպասվում է քամու ուժ գնացում 17-ից 20 մետր/վայրկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանն հոկտեմբերի 14-ին 15-ին ցերեկը աստիճանաբար կբարձրանա 5-ից 8 աստիճանով։ Շրջակա միջավայրի նախարարության հիդրոթերապևտաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է եղանակային նոր կանխատեսումներ, նշելով, որ Հայաստանին կրկին տաք հոսանքներ են մոտենում։ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը նոր տեղեկատվությամբ է հանդես եկել Երևան քաղաքի մթնոլորտային օդի որակի վերաբերյալ հոկտեմբերի 8-ից 12 ընկած ժամանակահատվածի վերաբերյալ։ Մթնոլորտային օդի որակի 5 ստացիոնար դիտակայանների տվյալների համաձայն Երևան քաղաքի մթնոլորտային օդում 2025 թվականի հոկտեմբերի 8-ից 12-ը փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է 1,1-ից 4,7 անգամ։ Կենտրոն վարչական շրջանում հոկտեմբերի 8-ից 12-ը 1,1-ից 2,4 անգամ, Արաբկիր վարչական շրջանում հոկտեմբերի 8-ին, 9-ին, 12-ին 1,1-ից 2,9 անգամ, Նոր Նորք վարչական շրջանում հոկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին, 11-ին 1,9-ից 4,7 անգամ և Շենգավիթ վարչական շրջանում հոկտեմբերի 9-ին 3,4 անգամ։ Փոշու ամենաբարձր կոնցենտրացիաները դիտվել են հոկտեմբերի 9-ին։ Քաղաքի բոլոր վարչական շրջաններում կենտրոն, Նոր Նորք, Շենգավիթ, Արաբկիր դիտվել է փոշու օրական կոնցենտրացիայի գերազանցում սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից 1,4-ից 4,7 անգամ։ Ամենաբարձր կոնցենտրացիաները դիտվել են Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում, գերազանցելով սահմանային թույլատրելի կոնցենտրացիան համապատասխանաբար 4,7 և 3,4 անգամ։ Ընդ որում Շենգավիթում փոշու կոնցենտրացիան մոտ 11 անգամ բարձր է եղել հոկտեմբերի 8-ի ցուցանիշից։ Հաջորդող օրերին դիտվել է կոնցենտրացիայի նվազում։ Ազոտի երկօքսիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան հոկտեմբերի 8-ից 12 ընկած ժամանակահատվածում չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Կենտրոն վարչական շրջաններում հոկտեմբերի 9-ին ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան բարձր է եղել նախորդ օրվա ցուցանիշից 1,7 անգամ։ Հաջորդող օրերին դիտվել է կոնցենտրացիայի նվազում։ 2025 թվականի հոկտեմբերի 8-ից 12 ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի մթնոլորտային օդում ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Միևնույն ժամանակ Շենգավիթ վարչական շրջանում հոկտեմբերի 9-ին գրանցվել է ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիայի աճ։ Հաջորդ օրերին ծծմբի երկօքսիդի քանակությունը նվազել է։ Գետնամերձ օզոնի քանակությունը 2025 թվականի հոկտեմբերի 8-ից 12-ը Երևան քաղաքի մթնոլորտային օդում չի գերազանցել համապատասխան ՍԹԿ-ն։ Նուբարաշենի աղբավայրի հարակից Նուբարաշեն վարչական շրջանում տեղադրված պասիվ նմուշառիչների տվյալների համաձայն հոկտեմբերի 5-ից 12 ընկած ժամանակահատվածում դիտվել են ծծմբի երկօքսիդի գերազանցում սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից 1,7-ից 3,2 անգամ։ Ծծմբի երկօքսիդով գերազանցումներ դիտվել են նաև Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք, Էրեբունի, Շենգավիթ, Կենտրոն, Աջափնյակ վարչական շրջաններում։ Ազոտի երկօքսիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցումներ չեն դիտվել։ Երեկ Երևան քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է Նուբարաշենի աղբավայր։ Քաղաքապետը ներկայացրել է ստիրող իրավիճակը, նշելով, որ լեզվակների մաքրման աշխատանքները շարունակվում են։ Օդի որակն այս պահին քաղաքում բարելավել է, բայց քամիների փոփոխությամբ պայմանավորված դա կարող է տարբեր ժամերին տարբեր պատկեր մեզ տալ, ասել է
Ավինյանը իրական ժամանակում օդի որակի վերաբերյալ տեղեկություններ կարող եք ստանալ Երևան AM կայքից, որտեղ արտացոլված են քաղաքի շինհրապարակներում տեղադրված օդի որակի չափման սարքերի տվյալները։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 9-ին ժամը 23:53-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքին ու Բարաշենի կենցաղային աղբավայրում հրդեհ է բռնկվել։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել էր, որ այս դեպքը պատահական չէր, այլ դիտավորություն էր։ Ավինյանը նշել էր, որ խոսել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ներքին գործերի նախարարի հետ։ Տիգրան Ավինյանի որոշմամբ Երևանի քաղաքային նոր աղբավայր ընկերության տնօրենի պաշտոնակատար Վահե Վարդապետյանն ազատվել է աշխատանքից։